Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ռուսաստանի կողմից Սուխումի օդանավակայանի անօրինական շահագործման եւ օկուպացված Աբխազիայում օդային հաղորդակցության վերականգնման կապակցությամբ։ Այս մասին ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշված է, որ 2025 թվականի մայիսի 1-ին ռուսական ավիաընկերության կողմից Աբխազիայի օկուպացված տարածաշրջան թռիչքի անօրինական իրականացումը, նաեւ օկուպացիոն ռեժիմի հետ կնքված այսպես կոչված համաձայնագիրը, Սուխումի օդանավակայանը Ռուսաստանին փոխանցելու եւ շահագործելու մասին համաձայնագիրը Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, օկուպացված տարածքների մասին Վրաստանի օրենսդրության, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կոնվենցիայի կոպիտ խախտում է, որի անդամ են եւ Վրաստանը եւ Ռուսաստանը։ Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ կերպով գնահատել եւ համապատասխանաբար արձագանքել Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտման ուղղված գործողություններին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում համաձայն միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կոնվենցիայի եւ Եվրամիության միջնորդությամբ կնքված 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի, ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Վրաստանը պատրաստվում է խստացնել միգրացիոն օրենսդրությունը, փոփոխությունների համաձայն օտարերկրացիները քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում քաղաքացիությունը կորցրած Վրաստանի քաղաքացիները կարող են հեշտությամբ արտաքսվել, նրանց կարող է արգելվել երկիր մուտք գործել մինչև 5 տարի ժամկետով, բացի այդ նախատեսվում է բարդացնել ապաստան ստանալու ընթացակարգը։ Վարչական խախտումների վերաբերյալ օրենսգրքի 24-րդ հոդվածին ավելացվում են նոր ենթակետեր, որոնց համաձայն արտաքսում եւ մուտքի արգելք կարող է կիրառվել նաեւ մանր խուլիգանության, վանդալիզմի, ոստիկանության անօրինական պահանջները չկատարելու, պաշտոնատար անձին կամ պետական ծառայողին վիրավորանք հասցնելու, հանրահավաքների կազմակերպման կամ անցկացման կարգը խախտելու համար։ Խորհրդարանական լսումների ժամանակ փաթեթը ներկայացնելիս ներքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն չի թաքցրել այն փաստը, որ նոր միջոցառումները պայմանավորված են նաև ներկայիս բողոքի ակցիաներով։ Այս իրադարձությունների ընթացքում բազմաթիվ օտարերկրացիներ են նույնականացվել։ Նրանց դեմ արդեն կան դատարանի որոշումներ։ Ոմանց նկատմամբ կիրառվել է վարչական կալանք, տուգանք։ Եթե այդ մարդիկ երկրում օրինական են գտնվում, մենք որևէ գործիք չունենք նրանց արտաքսելու համար։ Միջազգային պրակտիկան հստակ ցույց է տալիս, որ եթե օտարերկրացին խախտում է հասարակական կարգը մեկ այլ երկրում, այդ երկիրը իրավունք ունի արտաքսելու նրան։ Փոփոխություններով արգելված է արտաքսում այնպիսի երկիր, որտեղ անձը կարող է ենթարկվել քաղաքական հետապնդման, կյանքի, առողջության սպառնալիքի, խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի։ Նման դեպքերում թույլատրվում է արտաքսում իրավասու մարմինների կողմից որոշված երրորդ անվտանգ երկիր։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է աշխարհում լրատվամիջոցների ազատության նոր ինդեքսը։ Այս վարկանշային աղյուսակի համաձայն Վրաստանում լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը վատթարացել է եւ երկիրը ինդեքսում նախորդ տարվա 103-րդ հորիզոնականից տեղափոխվել է 114-րդ։ Ինդեքսը գնահատում է լրատվամիջոցների վիճակը 180 երկրում եւ տարածքում։ Մամուլի ազատության ամենաբարձր մակարդակ ունեցող առաջին 5 երկրներն են Նորվեգիան, Էստոնիան, Նիդերլանդները, Շվեդիան եւ Ֆինլանդիան։ Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանում լրատվամիջոցների գործերին պետական միջամտությունը խաթարում է լրատվամիջոցների ազատության բարելավման ջանքերը։ Միջավայրը շարունակում է թշնամական մնալ անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ, բանավոր եւ ֆիզիկական հարձակումներով, անկախ լրատվամիջոցների մարգինալացմամբ եւ ազատ խոսքի տարածքի նեղացմամբ։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցն անդրադառնում է նաեւ Վրաստանի քաղաքական համատեքստին, նշելով, որ կառավարությունը հաճախ հրաժարվում է արձագանքել իրեն քննադատող լրատվամիջոցներին եւ երբեմն դիմում է գրաքննության, խոզարկությունների, զրպարտչական արշավների եւ սպառնալիքների։ 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, 9 հորիզոնականով բարելավելով դիրքերը։ Իրանը 176-րդ հորիզոնական է զբաղեցնում, Ադրբեջանը ցանկում 167-րդն է եւ նահանջել է 3 հորիզոնականով, Թուրքիան 159-րդն է, զիջելով դիրքերը 1 հորիզոնականով։
Թուրքիայում մայիս 1-յան ցույցերը շարունակվել են։ Տեղական լրատվամիջոցների տվյալով Ստամբուլի կենտրոնական հատվածները փակ են եղել, երթևեկությունը կաթվածահար էր։ Ակցիայի մասնակիցների եւ իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, հաղորդվում է ավելի քան 400 մարդու ձերբակալության մասին։ Հայտնի է, որ ցույցերը կազմակերպել են մի շարք արհմիություններ եւ հասարակական կազմակերպություններ։ Քաղաքացիները փորձել են հասնել Թաքսիմ հրապարակ, որտեղ սակայն բողոքի ակցիաներն արգելված են։ Հրապարակի անվտանգությունն ուժեղացվել է անցած ամիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Անկարային վերացնել ցույցերի արգելքը։ Ամեն տարի Ստամբուլում եւ Թուրքիայի տարբեր մասերում բողոքի ակցիաներ են անցկացվում աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ։ Ստամբուլում բողոքի ակցիաները հաճախ կենտրոնանում են Թաքսիմ հրապարակում, որտեղ 1977 թվականի մայիսի 1-ի ցույցերի ժամանակ սպանվել է 34 մարդ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է անօրինական միգրացիայի կազմակերպիչների եւ հանցակիցների դեմ լայնածավալ գործողության մեկնարկի մասին։ Թուրքիայի ամբողջ տարածքը ներառող գործողությանը ոստիկանության եւ ժանդարմերիայի հետ մեկտեղ մասնակցել են նաեւ ափամերձ պահպանության ուժերը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ նավահանգիստներում, հասարակական տրանսպորտի կանգառներում եւ միջքաղաքային տրանսպորտի կայարաններում ավելի քան 420,000 մարդու ինքնություն են ստուգել։ Գործողության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են անօրինական միգրացիայի կազմակերպմանը մասնակցող 21 անձի, նաև 547 անօրինական միգրանտի։ Երլիքայանն ընդգծել է, որ թուրք իրավապահ մարմինների բոլոր գործողություններում հաշվի են առնվում մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար սկզբունքները, ինչը իր խոսքով օրինակ է ամբողջ աշխարհի համար։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են, հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարը։ Նրա խոսքով պատճառը տեխնիկական խնդիրներն են։ Հանդիպման նոր ամսաթիվը կհայտարարվի, երբ կողմերը համաձայնության հասնեն։ Իրանը նախկինի պես ձգտում է իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով Միացյալ Նահանգներ Իրան բանակցության հերթական փուլի հետաձգումը։ Օմանի եւ ԱՄՆ-ի գործընկերների հետ համատեղ մենք որոշում ենք կայացրել լոգիստիկ եւ տեխնիկական պատճառներով հետաձգել բանակցությունների 4-րդ փուլը։ Իրանի կողմից կարող եմ ասել, որևէ փոփոխություն չկա բանակցության ճանապարհով կարգավորման հասնելու մեր վճռականության հարցում։ Արաղչին հավելել է, որ Իսլամական Հանրապետությունն ավելի քան երբևէ վճռական է հասնել արդար եւ հավասարակշռված համաձայնության, որը կապահովի պատժամիջոցների չեղարկում ու վստահություն կստեղծի, որ Իրանի միջուկային ծրագիրն ընդմիշտ խաղաղ կլինի Իրանի իրավունքների լիարժեք հարգմամբ։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում։ Նա նշել էր, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններից առաջ իրանական պատվիրակությունը հանդիպում կունենա եվրոպական 3 երկրի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության պատվիրակությունների հետ։ Միացյալ Նահանգներ Իրան բանակցության նոր փուլի անցկացման տեղն ու ժամկետները դեռ որոշված չեն։ Վաշինգտոնը հուսով է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում, հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ ԱՄՆ-ն չի հաստատել մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների 4-րդ փուլին, որը ենթադրվում էր, որ կանցկացվի մայիսի 3-ին Հռոմում։ Դրա անցկացման տեղն ու ժամը դեռ պետք է որոշվեն։ Մենք հուսով ենք, որ բանակցության հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ապագայում։ Իրանի եւ եվրոպական եռյակի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է տեղի ունենային Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ, չեն կայանա։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Պետք է տեղի ունենար պլանավորված տեխնիկական հանդիպում ԱՄՆ-ի եւ Իրանի բարձր մակարդակի հանդիպումից առաջ։ Քանի որ այդ բանակցությունները չեն կայանա, տեխնիկական հանդիպումը կորցրել է իր հրատապությունը, գոնե այս պահին։ Բարոն հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ բանակցությունների անհաջողության դեպքում։ Եթե մենք մի քանի շաբաթ անց Իրանի հետ չունենանք համաձայնություն նրա միջուկային ծրագրի շոշափելի, ստուգելի եւ հուսալի դադարեցման վերաբերյալ, մենք եվրոպացիներս կվերականգնենք այն պատժամիջոցները, որոնք չեղարկել էինք 10 տարի առաջ, երբ համաձայնություն ձեռք բերվեց։ Բարոն հավելել է, որ Միացյալ Նահանգները եվրոպական կողմի հետ համակարգում է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակացույցը։ Թեհրանից մեկնաբանել են Վաշինգտոնի նոր պատժամիջոցները, որոնք տարածվում են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում գործող 7 կազմակերպության վրա իրանական նավթի վաճառքով զբաղվելու համար։ Իրանական կողմին անհանգստացնում է, որ պատժամիջոցները սահմանվել են միջուկային գործարքի շուրջ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների ֆոնին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը թշնամական, անօրինական, դաժան եւ անմարդկային է որակել Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունը։ Արտգործնախարարության խոսնակը շեշտել է, ամերիկյան պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը։ Էսմայիլ Բաղայեին համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը
ցանկանում է ճնշում գործադրել Իրանի վրա։ Բաղայեին ընդգծել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման, դիվանագիտական գործունեության մեջ բարի կամքի եւ լրջության բացակայության մասին։ Նա նշել է, որ իրանական ժողովուրդը կդիմադրի սպառնալիքի եւ ճնշման քաղաքականությանը, օգտագործելով բոլոր հասանելի միջոցները երկրի անկախ եւ արժանապատիվ զարգացումը շարունակելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի եւ նավթաքիմիական արտադրանքի ձեռքբերումները, հակառակ դեպքում սպառնալով երկրորդային պատժամիջոցներով։ Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր ձեռքբերումները պետք է հենց այս պահին դադարեցվեն։ Ցանկացած երկիր կամ անձ, որ Իրանից ձեռք է բերում նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի ցանկացած քանակություն, անհապաղ կենթարկվի երկրորդային պատժամիջոցների։ Թրամփը նախազգուշացրել է, որ կարգը խախտողներին կարգելվի Միացյալ Նահանգների հետ բիզնես վարել ցանկացած ձևով։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի նպատակն է դադարեցնել իրանական նավթի եւ նավթաքիմիական ապրանքների անօրինական արտահանումը։ Մարկո Ռուբիոն պնդել է, թե Իրանը նավթի վաճառքից ստացված եկամուտներն օգտագործում է իր խոսքով ապակայունացնող եւ ահաբեկչական գործողության ֆինանսավորման համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը պետք է թույլատրի միջազգային ստուգումներ անցկացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում ռազմական։ Դրա մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում մեկնաբանելով միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ Եթե Իրանը իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ ոչ թե զենք ունենալ, չպետք է վախենա ստուգումներից, ներառյալ ամերիկացի տեսուչների մասնակցությամբ։ Խաղաղ միջուկային ծրագրեր ունեցող երկրները ուրան չեն հարստացնում կամ չեն թաքցնում օբյեկտները։ Պետքարտուղարը նշել է նաև, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանին խաղաղության ուղի առաջարկել։ Տնտեսական զարգացում, ահաբեկչությանը աջակցելուց, հեռահար հրթիռներ մշակելուց եւ ուրանը հարստացնելուց հրաժարվելու դիմաց։ Նախագահ Թրամփը պատերազմ չի ուզում, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը նախազգուշացրել է Իրանին, որ Եմենի հութիներին աջակցության շարունակումը Թեհրանի համար հետևանքներ կունենա։ Նախազգուշացումը հնչեցվում է այն փուլում, երբ Վաշինգտոնը վերսկսել է Իրանի հետ անուղղակի բանակցությունները միջուկային ծրագրի սահմանափակման եւ պատժամիջոցների մեղման շուրջ։ Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին շրջանում անցկացրել են 3 փուլով անուղղակի բանակցություններ Օմանի միջնորդությամբ։ Քննարկումները միտված են գործարք կնքելուն, որը թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք, միաժամանակ մեղմելով Միացյալ Նահանգների սահմանած տնտեսական պատժամիջոցները։ Մենք տեսնում ենք Իրանի մահաբեր աջակցությունը հութիներին, մենք հստակ գիտենք ինչ ենք անում։ Դուք շատ լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինված ուժերը։ Դուք նախազգուշացվել եք, դուք կբախվեք դրա հետևանքներին, այն ժամանակ եւ վայրում, որ մենք կընտրենք։ Ավելի ուշ Հեքսեթն իր անձնական X-ի հաշվում վերահրապարակել է նաև Դոնալդ Թրամփի մարտյան գրառումը Truth Social հարթակից, որտեղ վերջինս հայտնել էր, որ իր վարչակազմը պատասխանատվության կենթարկի Իրանին հութիների կողմից իրականացված ցանկացած հարձակման դեպքում։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը շարունակում են աշխատել Բաքվում գտնվող ռուսական տանկարկավիճակի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ։ Ռոսսոտրուդնիչեստվոն ակնկալում է դրական արդյունք, այս մասին հայտնել է գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը։ Դեսպանատան եւ Ադրբեջանի արտգործնախարարության միջև շփումները շարունակվում են։ Դա իրավաբանների եւ արտաքին քաղաքականությամբ զբաղվող անձանց գործն է։ Դա մեր փորձագիտության շրջանակներից դուրս է։ Իրավական կարգավիճակի հարցը դեռևս լուծվում է։ Մենք դրական ենք տրամադրված։ Կարծում ենք այս ամենը պետք է այնպես կարգավորվի, որ բոլորը գոհ մնան։ Փետրվարին Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարությունը հայտարարել էր, որ ստիպված է դադարեցնել Բաքվում ռուսական տանկգործունեությունը Ադրբեջանի արտգործնախարարության պահանջով պայմանավորված եւ միջոցներ ձեռնարկել քաղաքի կենտրոնում գտնվող տարածքը ազատելու համար։ Այդ պահանջի պաշտոնական պատճառը Բաքվում ռուսական տան որպես իրավաբանական անձի գրանցման բացակայությունն էր, ինչը պահանջվում է տեղական օրենսդրությամբ։ Իտալիայի Ավգուստա նավահանգստում ադրբեջանական Azeri Light տեսակի նավթի գինը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 1.37 դոլարով կամ 2.1% եւ կազմել 63.76 դոլար 1 բարելի համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Թուրքական Ceyhan նավահանգստում Azeri Light տեսակի նավթի 1 բարելի գինը նվազել է 1.34 դոլարով կամ 2.11% եւ կազմել 62.6 դոլար։ Urals տեսակի նավթի գինը
նախորդ ցուցանիշի համեմատ նվազել է 1.36 կամ 2.71% եւ կազմել 48.78 1 բարելի համար։ Հյուսիսային ծովում արդյունահանվող Brent տեսակի նավթի 1 բարելի գինը նվազել է 1.74 կամ 2.75% հասնելով 1 բարելի համար 61.54 դոլարի։ Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեում նավթի 1 բարելի միջին գինը սահմանված է $70։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։